Հյուրընկալություն, արվեստ և սոցիալական ներառականություն Գյումրիում առաջին անգամ այս երեքը միավորվել են «Միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Գյումրու Մատոյանի 238 հասցեում գտնվող «Միասին» հյուրատունը բացում է իր շենքի երրորդ հարկի դռները, ներկայացնելով միանգամայն նոր մոտեցումներ։ Այս բացառիկ նախագիծը հանդիսանում է հյուրատուն, ուսուցման տուն և ստեղծագործական միջավայր, նշում են հիմնադիրները։ 3 տարի առաջ, երբ որ մենք ստեղծեցինք Աշկերտների տունը Գյումրիում, ասում էինք, որ սա վայր է, որտեղ երիտասարդները կարող են սովորեն, աշխատեն և միաժամանակ շփվեն այլ հասարակության անդամների հետ։ Այսօր մենք կարող ենք ասել, որ ստեղծել ենք միջավայր, ոչ թե սովորական վայր, այլ միջավայր, որտեղ երիտասարդները կարող են նաև ստեղծագործել։ Մենք նպատակ ունենք գյուղական համայնքների աղջիկներին նոր հնարավորություններ ընձեռել, որպեսզի նրանք կարողանան Գյումրիում գալ ու սովորել տարբեր մասնագիտություններ, փոխել իրենց կյանքը և ապրել իրենց երազանքներով, զբաղվելով հենց այս գործով, որն իրենք իսկապես սիրում են, հատկապես արվեստի ոլորտում։ Այժմ «Միասին» հիմնադրամը համագործակցում է Գյումրու գեղարվեստի ակադեմիայի հետ։ Հյուրատան ջերմանկյունում արդեն հյուրընկալվել են մարզի գյուղական համայնքներից եկած 4 երիտասարդ աղջիկներ։ Բազմաթիվ ուսանողների հետ շփումներ ունենալուց հետո հասկացանք, որ իրենք շատ խնդիրներ ունեն, հատկապես կապված տրանսպորտի հետ ու չեն կարողանում դասերին ակտիվորեն մասնակցել և դասերից դուրս առհասարակ քաղաքային կյանքին, ոչ ֆորմալ կրթությանը չեն կարող մասնակցել, քանի որ պետք է դասերից հետո նույնիսկ դասերը կիսատ թողնելով շտապ վերադառնան տուն։ Գյուղից եկող աղջիկների համար շատ բարդ է այդքան ճանապարհ կտրել, գալ, հասնել դասի, առհասարակ հնարավոր է նաև չլինի տրանսպորտ այդ դեպքում բացակայել դասերից, շատ լավ է, որ նման հնարավորություն կա, որովհետև կարող ենք ոչ միայն ուսման մեջ ավելի զարգանալ, ավելի հասցնել ամեն ինչ, նաև մասնակցել հիմնադրամի կողմից ընձեռված ինչ-որ նախաձեռնություններին։ Նրանք այստեղ հնարավորություն ունեն համատեղելու իրենց գեղարվեստական տաղանդն ու պրակտիկ հմտությունները հյուրանոցային առօրյան վերածելով ստեղծագործական փորձառության։ Իրականում սա իմ երազանքներից մեկն է, հնարավորություն տալ գյուղաբնակ աղջիկներին ապրել Գյումրիում և ստեղծագործել, և այդ երազանքների կրողը ես ուրախ եմ, որ հենց իրենք են այս տարի, երբ հյուրընկալությունը դառնում է արվեստ և արվեստը հյուրընկալություն։ Շաբաթ և կիրակի օրերին հյուրանոցը կդառնա ստեղծագործական հանգրվան, բաց դառնալով բոլոր երիտասարդների և հյուրերի համար, ովքեր փնտրում են իսկական և իմաստալից փորձառություն։ Սա շատ գեղեցիկ վայր է ոչ միայն կազմակերպչական առումով, որտեղ ամեն ինչ հստակ ու լավ է, այլև իր փիլիսոփայությամբ ու նպատակով։ Այստեղ խոսքը վերաբերում է կրթությանը, մի հիմնարար արժեքի, որը բերում է իրական օգուտ թե ուսանողներին, թե տեղական համայնքին։ Հյուրատանը գործում են 5 հարմարավետ սենյակներ։ Շաբաթվա վերջին օրերին սենյակները ամբողջությամբ ազատ կլինեն, պատրաստ հյուրընկալելու նաև քաղաքի և երկրի հյուրերին։ Այսպիսով ուսանողական հյուրատան գաղափարը դառնում է ոչ միայն սոցիալական, այլև ինքնաբավ, ապահովելով կայուն գործունեություն։ Հանգստյան օրերին և արձակուրդների ժամանակ հյուրատունը լինելու է բաց բոլոր հյուրերի համար, ովքեր որ այցելելու են Գյումրի, և նաև իրենք կարողանան նախաճաշել, օգտվել մեր սոցիալական արտադրամասից և հնարավորություն կստեղծվի դառնալ ինքնաբավ։ Կրթական և կեցության հարմարավետ միջավայրը ամբողջանում է համեղ կերակուրներով։ Խոհանոցից եկող բույրերն արդեն իսկ հուշում են, ժամանակն է նախաճաշի։ Մենք սիրով սպասում ենք մեր հյուրերին։ Մեկ սեղանի շուրջ այս անգամ համախմբվել են թե կենվորները, թե մարդիկ, ովքեր ի սկզբանե հավատացել են այս գաղափարի իրագործմանը։ Այստեղ ամեն ինչ սկսվում է վստահությունից, որ հյուրընկալությունը կարող է դառնալ արվեստ, իսկ արվեստը հյուրընկալություն։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։